Եթե մեկը քրիստոնյա է, առաքելական եկեղեցու ճակատագով է, հետևորդ է, կատաղանում, տանում ավանք, աղոթել ատալի եւ իր մատաղը ի գոհություն Աստծուն մատուցում է։ Այստեղ մատաղ հասկացությունով ոչ թե գալիս է որ պիտի փրկվենք, այլ որ փրկվել ենք։ Այսինքն, մեկի երեխան բացել է ինչ-որ մի դժբախտությունից։ Մեկի երեխան բանակը գնացել, առողջ վերադարձել է մատաղանում եւ ի պատասխան ի գոհություն Աստծո Տվյալ անձնավորությունը մի ոչխարը, ակլորը, ինչ որ կամենում է սրտից գոհություն մատուցելով Աստծուն, դա շնորհակալություն է, դա ավետարանն է, ավետաբերություն է։ Նա ավետում է, որ Աստված իմ երեխուն այսինչ փորձանքից պահեց կամ ողջ եւ առողջ ինտուն բերեց եւ ես հոստացել եմ Աստծուն մատաղ։ Իսկ եթե ըստ ավետարանի ըստ խոսքի Աստվածաշնչի ասում է, եթե խոստում ես իրականացնում Աստծո առաջ, հապճեպ կերպով իրականացրու եւ մի հետաձգի եւ մի դանդաղեցրու։ Եվ այս մարդը խոսանում է Տեր Աստված։ Դու իմ երեխուն ողջ եւ առողջ բեր, ես մի հատ գառ մատաղ կանեմ եւ գոհություն շնորհակալություն կայտնեմ քեզ։ Եվ նա այդ օրը իր տուն այցելով բոլոր այդ ժողովրդին ովքեր գալիս են աչքալուսն կանելու, նա ավետարանում է, որ Տերը իմ երեխուն փրկեց, որ Տերը իմ երեխուն ողջ եւ առողջ տուն բերեց։ Եվ մատաղը, այդ տվյալ զոհը կապ չունի Հիսուսի մատաղ լնելու հետ, որովհետև Հիսուսի մատաղ լնելը մեր մեղքերից ազատվելու համար էր, մեզ հավիտենական կյանք տալու համար էր, մեզ մահից ազատագրելու համար էր։ Իսկ այս տվյալ մարդու կատարածը իր երեխայի փրկված լինելու համար է, ոչ թե մեղքերից ազատագրվելու, այլ բանակը գնացել, ողջ եւ առողջ հետ է եկել, նա գոհությունը իր խոստումը կատարում Աստծուն։ Դա ընդունելի է։ Դա մերժելի չէ, դա այս մարդու խոստումն է։ Նա պիտի կատարի այդ խոստումը, որովհետև նա խոստացել է։ Իսկ ինչ մնում է մատաղ է սանում, որ փոխարինի Աստծո որդու կատարած մատաղի, չէ, դա բնականաբար արդեն ընդունելի չի։ Եթե մատաղ է ի փրկություն քո անընդամի, քո խոստման հիմա վրա է մատաղը տալու ես։ Չգիտեմ, ամեն մարդ մի ձևի անում է։ Մարդը գումարային, մարդը անասունա մորտու, խոստը տալի Աստծուն։ Եվ այստեղ արդեն փրկված լինելու խնդիրն է, ոչ թե պիտի նոր փրկվես կամ Հիսուսի արյան տումա կրվես մեղքից եւ փրկվես եւ ընդունես Տեր Հիսուսի որպես քո անձնական Տեր ու Փրկիչը, այդ մասին խոսքը չի։ Այլ խոսքը քո խոստման մասին է, որ դու խոստանում ես, քո երեխու բանակ ճամփորդելուց խոստանում ես։ Տեր Աստված իմ երեխու ողջ եւ առողջ բեր, ես քեզ համար մատաղ կանեմ եւ շնորհակալություն գոհություն կմատուցեմ եւ Աստված անում այդպես եւ հանդիսանում է դա որպես ավետաբերություն, որ Աստված իմ երեխուն փրկեց։ Դա արդեն ավետարան է։ Նա ավետարանում է Տեր Աստծո հավատարմությունը, խոստում է նրա, որ Աստված հավատարիմ եղավ նրա խոստմանը։ Նա հավատարիմ է լինում, որ Տեր Աստված փրկեց պահեց իր երեխուն, իր որդուն, նա հավատարիմ է լինում մատաղանում, այսինքն զոհանում եւ գոհության սեղան ապրում իր տան մեջ եւ շատերի հրավիրում է փառք տալ Աստծուն, որ Աստված պահեց երեխուն, որ Աստված բերեց, որ Աստված փրկեց, որ Աստված շնորհեց։ Եվ այս մարդը իր խոստումը ի կատարած, դա նորմալ երևույթ է։